Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար, շնորհակալ եմ նաև այս ընթացքում ձեր գործունեության համար, նաև հարց ու պատասխանների ընթացքում հարցերի պարզաբանման հնարավորության համար։ Հիմա կոնկրետ նախընտրական շրջանում եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա fake մտածածին հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու եւ նաեւ բացատրել եմ թե ինչու եւ ընդհակառակը կարծում եմ որ մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ ովքեր սուտը տարածել են եւ ելի եմ ուզում ասել որ նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները բոլոր թեմաները փակում է եւ փակել է եւ սրանում է իրողություն։ Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, այո, ակնհայտ է որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ ակնհայտ է նաեւ որ առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ եւ առաջին անգամ է որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է։ Այս շատ կարևոր է, որովհետեւ նախկինում երբեք չի եղել դեպք, երբ որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի եւ ժողովրդի ձայնը արտահայտվի։ Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն եւ հատ պետք է իրանց ուղղակի արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ինչի մասին ես նախընտրական շրջանում էլ խոսել եմ եւ այդ խոսույթը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ուրիշ բան եմ ես ուզում ձեզ ասել, ես վիճակագրություն վերցրի ցավալիորեն 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չի։ Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետքա տա։ Արձագանքեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես սովորաբար անդրադառնում եմ այն թեմաներին, որոնց մեջ մտնելով ես ինքս իմ մաշկի վրա զգում եմ դրանց ցավոտ էֆեկտը։ Եվ այս ստի ու կեղծիքի ամբողջ ընթացքը իմ համար շատ ցավալի եղել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ես հասկացել եմ, թե ինչքան մեծ ու ահռելի վնաս է տվել դա բարոյահոգեբանական տեսանկյունից մեր քաղաքացու, մեր ընտրողի համար, գիտակցական եւ ենթագիտակցական ինչպեսի ահռելի ճնշում է եղել, ցավոտ, զգայական, վախեցնող եւ բարեբախտաբար մեր քաղաքացին այո հաղթահարեց։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ կառավարության խաղաղության օրակարգը հաղթում է, որովհետև ես երեք ընդունել եմ մի խումբ աշակերտների մարզային եւ նման հանդիպումների ժամանակ սովորաբար աշակերտները միշտ անվտանգային խնդիրներ են բարձրաձայնում, բայց անցած անգամ միայն խոսել են կրթական բարեփոխումների երիտասարդության կյանքի մասին հարցեր եւ շատ ուրախալի էր դա, որովհետեւ ես զարմացած նայում եմ թե հիմա կհարցնեմ բանվտանգությունը, բանակը, մյուսը եւ ես հասկացա, որ մենք այս առումով շատ լուրջ առաջընթաց ունենք։ Այսինքն չհարցնին ոչ մի հարց 300,000 ադրբեջանցի ոչ մի հարց ընդհանրապես անվտանգային խնդիրների մասին մինչդեռ նախորդող բոլոր նմանատիպ հանդիպումներում երեխաները միշտ աշակերտները հարցնում էին, բա մեր վիճակը ոնց պիտի լինի, բա սահմանազատումը, բա ադրբեջանցիները 1000-ը, 300,000-ը եւ այլն։ Այս անգամ մենք նման հարցադրումներ չտեսա եւ որին շատ ուրախացուցիչ էր, հետեւաբար խաղաղության օրակարգը այսօր հաջողությամբ առաջ է ընթանում։ Շնորհակալություն։ Ես պաշտոնապես ասում եմ, պարոն Թորոսյան, որ Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է եւ կառավարում է, եւ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, այդ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ նրանց պոչերի գործունեությունն է, որովհետեւ ելի ուզում եմ բարձ հարց տալ, տեսեք խաղաղությունը ինչ հիմքի վրա է կառուցվել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա շատ եւ խոսքերով եւ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։ Հիմա ասենք օրինակ նույն մյուս խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելու է իր սեղանին։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը Հայաստանի խորհրդանում կա ուժ, որը չի ընդունում։ Հետևաբար սա գեներացնում է սպառնալիք։ Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք։ Եվ առաջացնում է ռեակցիաներ։ Եվ մենք պետք է այս պատճառահետևանքային կապերը տեսնենք եւ առերեսվենք այդ պատճառահետևանքային կապերի հետ։ Ես ուղիղ դրա մասին խոսել եմ նախընտրական քարոզչության շրջանում եւ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700,000 քաղաքացիներ գնացել են եւ հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը եւ սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Դա ընտրություններում արտահայտված թիվը չի։ Դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Որովհետև այդ թիվը արտահայտվել է ընտրակաշառքի բերումով, ընտրակաշառքների բերումով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարցը է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրանք այն ուժը, որը գալիս ասում է նախընտրական շրջանում ասում եմ 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ պատերազմ, այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա։ Բերեն օտարերկա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս։ Եվ որևէ մեկը պետք է չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների, ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ, ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի,
ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ։ Ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին ջաղջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Մեծարգո վարչապետ։ Հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները իմ կարծիքով բացառիկ էին շատ առումներով։ Սկսած մեր պետության համար դրանց նշանակությունից, ավարտած աննախադեպ մասշտաբի մարտահրավերներով, որոնք ուղղված էին ոչ միայն մեր կառավարության դեմ, այլ առավելապես մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ, նպատակ ունենալով թույլ չտալու քաղաքացիների ազատ կամ արտահայտման իշխանության ձևավորումը։ Եվ այսօր իհարկե զավեշտալի է լսել, թե ինչպես են ընտրակաշառք եւ ընտրակեղծիք իրենց գենետիկ կոդում ունեցող, իրենց ինքնության մաս կազմող կուսակցությունները ու քաղաքական միավորները, անհատները փրփուրը բերանին ընդհանրապես արտաբերում ընտրակեղծիք բառը, բայց ես ուզում եմ ի հեճուկս այս ամբողջ աղմուկի խնդրել ձեզ նաեւ նախորդ հարցին կոնտեքստում, որին դուք պատասխանում եք, եւս մի անգամ ասել, թե ի վերջո ինչի մասին էին հունիսի 7-ի ընտրությունները եւ դրանց արդյունքները, եւ եթե համամիտ եք, որ դրանք բացառիկ էին, ապա ինչու են դրանք բացառիկ։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ձեր հարցին։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան հարցի համար։ Այս ընտրությունները հետևյալի մասին են, մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չի։ Մենք դժվարություն ունենք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը տասնյակ հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից դպրոցներից հոսանք գողանալ, ինչպես է դա հնարավոր եղել։ Այս սրա մասին է, այս ընտրությունը սրա մասին էր։ Եվ ընտրությունը նրա մասին էր, որովհետև եւ դրա պատճառը էլ եմ ասում, երեք մի կտոր ասցի ինչն էր եղել դրա պատճառը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգուշ եւ կաշկանդված ենք եղել։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, այս ընտրությունը եւ ընտրություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջաբերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետքա բացառվի։ Որովհետեւ մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչի Ռոբերտ Քոչարյանի եւ իր շրջապատի հարսը, փեսեն, աներձակը բոլորը դատավորներ են Հայաստանի Հանրապետությունում միջև հիմա։ Դժվարություն ենք ունեցել, որովհետև անընդհատ իսկ ինչ են, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար։ Որովհետև մենք մտածել ենք, որ այնուամենայնիվ համակարգեր կան, որոնք եւ մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Չկա ուրիշ տարբերակ։ Ես դրա համար եմ ասում, սա պարզ ընտրություն չի։ Սա հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափ հաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Էս է մեր ընտրությունը։ Որովհետև ասում եմ, հələ լավ է, մենք այնքան ինստիտուցիոնալ կարողություն ունենք, որ այդ ընտրակաշառքների մի 10%-ը տեսանելի ենք դարձրել։ Բայց շատ կոնկրետ հանրապետականի 5 ցուցակները, հանրապետական ԲՀԿ 5 ցուցակները հանել են եւ ընտրակաշառք են բարձր եւ փառք ու պատիվ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր հիմա ձայնագրություններից էլ բազմաթիվ քաղաքացիներ ասել մենք փող չենք վերցնի։ Եվ մենք փողով չենք քննարկի, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության պետականության սյունն են, ովքեր չեն վերցրել փող։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են, փողով ստացած ձայներ են։ Եվ այս խնդիրը պետք է լուծվի, Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։
Ընդ որում մենք չենք կարող ասենք, դե գիտեք, եկեք դե նայենք այս այն։ Պետք է արագ ռեակցիաներ լինեն։ Պետք է հեղափոխական ռեակցիաներ լինեն։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ, մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եթե համաձայն չեք այս ճանապարհի, դուրս եկեք փողոցներ, կանգնեցնեք մեզ։ Մենք ձեզ ենթակա ենք միշտ, մենք ասել ենք, դուք ինչ որոշենք, մենք անող ենք։ Մենք գնալու ենք այս ճանապարհով։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայն եք, զբաղվեք ձեր գործերով, մենք այդ ամեն ինչը կանենք։ Եթե համաձայն չեք, դուս եկեք փողոց եւ արեք հեղափոխություն։ Արձագանք։ Պարոն վարչապետ, ինձ թվում է ակնհայտ է, որ ոչ միայն մարդիկ համաձայն են դրան, այլև ի հեճուկս այն հարցերի, որոնց մասին դուք ասացիք, որ բարձրացրել են անընդհատ ու զանգվածաբար ու Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում ու համայնքներում, ի հեճուկս նրա, որ այդ հարցերը մարդիկ բարձրացրել են, միևնույնն է, այդ հարցերի պատասխանները կրկին կապում են մեզ հետ եւ պահանջում են մեզնից, որ հեղափոխությունը շարունակվի։ Ուստի մենք մի անգամ եւս կարծում եմ հավաստում ենք, որ դրան այլընտրանք չկա, չի կարող լինել եւ որ մենք գործելու ենք աներկբա, խիստ ու արագ։ Ես հստակ ասում եմ, գիտեք ինչ, ամեն ինչ իշխանության բաժանում, ամեն ինչ հստակ։ Եթե ընտրակաշարք տված եւ վերցրած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է։ Սա կոնկրետ հեղափոխության թեմա է։ Հեղափոխություն թեման այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ գնում են եւ կոնկրետ մարդկանցից պատասխան են պահանջում, ասում են, «Էս ինչ է կարել եւ ոնց է կարել»։ Այդ մարդիկ հաջորդ ընտրությունների ամփոփման օրը պետք է լինեն բանտում։ Ով որ ընտրակաշարք տվել է կամ վերցրել է։ Էլ չկմեղանալու ոչ իման պետք է չլինի, վայ գիտեք, ես մեկը խեղճ է, այն մեկը էս է, այն մեկը այն է, այն մեկը այն է։ Հիմա նայում ենք տասնյակների նկատմամբ քրեական գործերը կարճվել են, պայմանական ժամկետներ են տրվել եւ այլն եւ 2021 թվից հետո։ Էլ չեմ ասում մեծ է շախորում չթողենք։ Ամենամեծ կաշառատուն բան արել, բռնել արդարացվել է։ Ով է հավատում Հայաստանի Հանրապետությունում, որ ձրի է արդարացվել։ Ով է հավատում։ Ես այդ մարդկանց հրավիրում եմ, թող հավաքվեն Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում։ Ասեն, մենք հավատում ենք, որ մեծարգո Էսինչյանը ընտրակաշառքի գործով ձրի բան արվել, արդարացվել է։ Թող կանգնեն, ասեն, մենք հավատում ենք։ Թող ինքնահայտարարագրվեն։ Եթե չէ, ուրեմն պետք է սրան կոնկրետ պատասխան տվողներ լինեն, կոնկրետ պատասխան տվողներ լինեն։ Էլի հասկանում ենք անկախ չի կարա ժողովրդից անկախ իշխանությունը լինի, ուրիշ տեղի ենթարկվող իշխանությունը լինի Հայաստանի Հանրապետությունում։ Չի կարա այդպիսի բան լինի։ Այո, եւ ես հայտարարել եմ երեխաների հեղափոխություն եւ ես վերահաստատում եմ։ Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է։ Ընդ որում ես հանձնառությունը վարչապետի կարգավիճակի հետ կապ չունի։ Սա հեղափոխականի հանձնառություն է։ Եվ այդ հանձնառությունը ինձ երբեք չի լքել, այսօր վերահաստատվել է այն տրամաբանությամբ, որ բոլոր ժամանակներ սպառվել են, բոլոր ժամանակները։ Եկել է պատասխան տալու ժամանակը։ Եվ հատ բոլորը պետք է տան։ Ես 2018 թվին, երբ որ վարչապետ եմ եղել, ընտրվել, ասել եմ, բոլորը պետք է շանս ունենան։ Հիմա ով որ օգտագործել է այդ շանսը, փառք ու պատիվ իրար։ Ով որ չի օգտագործել այդ շանսը, հատուցման ժամը եկել է։ Այսօր է հիմա է հատուցման ժամը։ Անկախ մասնագիտությունից, անկախ պաշտոնից, անկախ կարգա, հատուցման ժամը հիմա է։ Եվ ժողովուրդը քվեարկել այդ հատուցման ժամի օգտին, 720,000 մարդ քվեարկել այդ հատուցման ժամի օգտին։ Եվ ես չեմ կարող ասել, որ գիտեք, սկսել նորից ժողովրդին բացատրել բանը, ինչ որ բլա, չկա։
Պետք է արվի դա։ Որտեւ Հայաստանի Հանրապետություն ժողովրդի կամքից ավելի բարձր իրավունքի աղբյուր գոյություն չունի։ Հերիք այդ Սերժա Քոչարյանա, չգիտեմ, քրեաօլիգարխիկ իրավունքները բերեն մեր քդի տակ խաղացնեն։ Կա ժողովրդի իրավունքը պետք է իրացվի միանշանակ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քաղաքական թիմը եւ առնվազն 728,000 քաղաքացի այդ հանձնառության մեջքին եւ ձեր մեջքին կանգնած են եւ մենք նույնպես սպասում ենք եւ ակնկալում ենք, որ այդ հարցը մեր երկրի անվտանգության վերաբերող մեկ ընդմիշտ լուծվելու է։ Էմմա Պալյան, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Ես էլ առիթից օգտվելով ուզում եմ 728,000 մեր պետականամետ անկաշառ քաղաքացիներին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել շիրակցիներին եւ իմ համաքաղաքացիներ գյումրեցիներին։ Իսկապես գյումրեցիները փաստեցին, որ մերժում են վարդանիկներին ու մարտունիկներին, մերժում են քրեաօլիգարխիան եւ տեր կանգնեցին խաղաղությանը հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարելով եւ իրենց ձայնը վստահելով մեզ։ Պարոն վարչապետ, դուք մինչ ընտրություններն էլ կարևորել էիք Գյումրիում նոր թիմ արտահերթ ընտրություններ անցկացնելը եւ ընտրություններից հետո եւս կառավարության նիստում եւ ճեպազրույցներում խոսել եք այդ մասին։ Ուզում եմ ձեզ փոխանցել, որ գյումրեցիները կիսում են ձեր կարծիքը եւ այո, իրենք եւս կարծում են, որ թիմ ընտրություններ անցկացնել Գյումրիում անհրաժեշտություն է դա եւ մի խումբ գյումրեցիների անունից ես ուզում եմ հարց հնչեցնել։ Կան հավանական ժամկետներ, պարոն վարչապետ, որ Գյումրիում կանցկացվեն թիմ ընտրություններ, բնականաբար այդտեղ իրավական հարցեր կան եւ այլն, եթե կան, կխնդրեմ տեղեկացնեք։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ, որ գյումրեցիները առաջին հերթին իրենց քվեարկությամբ են արտահայտել իրենց մոտեցում այդ հարցի վերաբերյալ։ Եվ ելի եմ ասում, մենք միշտ նաև քվեարկության արդյունքները դիտարկելիս պետք է ընտրակաշառքի փաստը հաշվի առնենք։ Այսինքն նույնիսկ առանց դրա գյումրեցիների մեծամասնությունը այդ օրակարգին ասել է այո։ Եվ մեր քաղաքական հանձնառությունն է այդ օրակարգը տեղ հասցնել։ Հիմա մենք աշխատում ենք եւ քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ եւ այդ սցենարներով կառաջնորդվենք եւ դա իհարկե կդառնա հրապարակային։ Հիմա ժամկետներ չեմ կարող ասել, խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի եւ դրանից հետո արդեն, բայց կարող եմ մի բան ասել, որ այսօրվանից արդեն մենք ինչ որ գյումրեցիներին խոստացել ենք, ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել եմ հենց մեր Գյումրի այցելության հաջորդ օրը ըստ էության։ Հիմա ճիշտ է այն կտորներում ենք աշխատում, որտեղ միջպետական ճանապարհի կամ հանրապետական ճանապարհի նշանակություններ ունեն, նաեւ քաղաքային փողոցներ։ Այսինքն մենք այսօր Գյումրիում աշխատանքներ անկախ ամեն ինչից, ես ասել եմ Գյումրիի վիճակի հետ կապված, ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում, գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն։ Մենք այդ աշխատանքները արդեն անում ենք եւ շարունակելու ենք, մյուս հարցերը լրացուցիչ կպարզաբանենք։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 7-ին Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 50 եւ ավել % մեր քաղաքացիների ձայները, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում գիտակից գյումրեցիներին եւ ուզում եմ հիշեցնել մեր շատ սիրելի համաքաղաքացիներին, որ այն աշխատանքները, որոնք այսօր հայրաքաղաքում կատարվում են բացառապես կառավարության ուղիղ միջամտությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մարիա Կարապետյան, համեցեք Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարցը ուղղում եմ ձեզ։ Անցած տարի գարնանը, երբ մենք հայտարարեցինք Ադրբեջանի հետ, որ բանակցությունները ավարտված են, այդ դրվագից հետո եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո, երբ մեր ընդդիմադիրներին հարց էր տրվում, թե իրենք ինչով են բացատրում այն, որ մեր սահմանին չկան կրակոցներ, ինչ որ
պահից նաև եւ դրանից էլ ավելի վաղ նաև չկան զոհեր, որ Ադրբեջանի խոսույթը մեծ փոփոխություններ է կրում եւ ինչ որ պահից թե դուք թե Ադրբեջանի նախագահը նույն նախադասություններով եք նկարագրում իրավիճակը Հարավային Կովկասում, այն է օրինակ, որ մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Մեր ընդդիմադիրների հակադարձումը այն էր, որ այդ ամենը նախընտրական է։ Հիմա ընտրությունները տեղի են ունեցել եւ արդեն 10 օր է այդ ամենը նաեւ հետընտրական է։ Եվ իմ հարցը հետեւյալն է, թեև փոքրինչ ռետորական է այս հարցը, արդյոք կարելի է մտածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փաստորեն ի հեճուկս մեր ընդդիմության եւ ի հեճուկս երաշխավորների կարող է 1000-ամյակ պահպանեն խաղաղությունը Հարավային Կովկասում։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև այդ նախընտրական փուլում մեր ընդդիմադիրները նաև ասում են, որ մենք առանց երաշխավորների ըստ էության կորած ենք Հարավային Կովկասում։ Էլի 10 օր է անցել եւ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Սրանի պատասխան խորհրդարանի խոսնակը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն են միմյանց խաղաղության երաշխավորը, եւ ընդդիմադիրները այս նախադասության միայն մի հատվածը մեջ բերելով էլի փորձում էին այդտեղ խոցելիություն գտնել։ Այնինչ ես կարծում եմ, որ սա այն մեծ ռազմավարական գործարքի մաս է կազմում, որի մասին նաև խոսել եք դուք։ Հետևաբար ուզում եմ ձեզ խնդրել արտահայտել ձեր դիրքորոշումը սրա նկատմամբ եւ նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հաջորդ քայլերի շուրջ ինչ է ուրվագծվում։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հարցի համար։ Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք եւ նաեւ որովհետեւ ես ինքս էլ բնականաբար կառավարությունը գրեթե ամբողջ կազմով արձակուրդում է եղել, նախընտրական քարոզության մեջ է եղել եւ process-ներ են տեղի ունեցել եւ շատ կարեւոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը դինամիկայի մեջ ընկնի իր դինամիկայի մեջ, այս էր պատճառը, որ պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում եւ տեղի ունեցավ, կարծում եմ, արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, ովքեր նախորդող շրջանում, այսինքն այդ ֆորմատը եղել է միշտ չէ, վերջին տարիներին, այսինքն մի քանի անգամ հանդիպումներ են եղել եւ երկուսն էլ ընդհանուր բանակցային process-ների իմ եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումներին հիմնականում ներկա են եղել եւ տեղի ունեցել հանդիպում, այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է եւ այո դուք ճիշտ եք, մեր փորձի վերջո ինչա ցույց տալիս, ինչա ցույց տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են, ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ ձևաչափով երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել եւ առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում եւ ենթադրաբար հաջորդներ տեղի կունենա Ադրբեջանում։ Եվ շատ կարևոր է, որ սրանով ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Բայց ես ենթադրում եմ, որ նաև այս օրինակ հարց կարա ծագի, չէ՞, Հայաստանի Հանրապետությունում օրինակ 100,000-ավոր քաղաքացիներ համարում են, որ Հայաստանը 29,743 քառակուսի կիլոմետրով պիտի բավարարվի, թե չպիտի բավարարվի, այսինքն այդքան 100,000-ավոր այդպիսի մարդիկ կա, ես պիտի ասեմ, որ չկան այդքան մարդիկ, չկան, այդքան ընտրակաշարք կա, ցավոք սրտի, այդքան մարդիկ, որ այդպես մտածում են, ես թույլ տվեք ասել, որ չկան, ու սա շատ էական հանգամանք է, եւ ես կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատի իր հավատարմությունը եւ մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը խաղաղության, ես դրա համար եմ ասում, սպառնալիքը այդտեղ է։ Այսինքն մարդիկ ովքեր, այսինքն այնքան մարդիկ կան, որ վերանայում են, որ այս վատ խաղաղությունա պետքա բան անել, հա,
ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա Հայաստանի Հանրապետությունում տենց մտածող։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ստեղա որ սպառնալիք առաջած, ես սրա համար եմ ասում։ Խնդիրը ինչ է, ով քանի մանդատ կունենա։ Խնդիրն է նա, որ այդ թվերը արտահայտում են Հայաստանի տրամադրություններ, չեն արտահայտում, որովհետև այդ մարդիկ ասում են, բանը, ասում են ընտրությունները կեղծվել են։ Ոնց ընտրությունները կեղծվել են ու այս դատարկա այս տեղերը։ Տենց բան դուք պատկերացնում եք, ընտրությունները կեղծել են եւ դատարկա այս տեղերը, եւ հանրապետության խորհրդանում այդ հարցը չի քննարկվում։ Ընտրությունները տեղ են բանա եւ ասենք բանին այն մարդուն, որ 2013 թվից մինչև մի հացադուլա անում, ուրիշ երկրի նախագահի մայք են հագցնում, են տանում ընդեղ, ասում դու այստեղ հացադուլա արա, մենք գնացինք խաշ ուտելու։ Ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատարկեն, այդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը, ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Այդտեղ ամեն ինչ կավարտվի։ Չնայած այդ ամեն ինչը ավարտվել է։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ։ Որտեվ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Այդ ժամանակ դուք կտենաք ինչ է նշանակում, ոչ թե սիրո եւ բանի համերաշխության եւ թավշա հեղափոխություն, այլ կտենաք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ով ասում է, որ մենք ձայն ենք կեղծել, դուս եկեք հրապարակներ։ Եվ տանը վերընկած այդ լիդեր կոչվածներին կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք ստեղ տենանք ով եք դուք մի հատ։ Եկեք ստեղ, ինչի է ձեր նստատեղերը դատարկ։ Ինչի է ձեր դրած դրոշները անտեր։ Ինչու մասներ հարցը։ Տիկին արձագանք։ Ես մի հավելում անեմ եւ պարոն վարչապետ, եթե ասելիք ունեք ավելացրեք։ Իհարկե, եթե իրենց թիկունքի հետևում աջակցություն զգային, հիմա գալու էին այստեղ մեծ աղմուկ բարձրացնեին, բայց այս աթոռների դատարկությունը ինքնին իհարկե խնդիր է, բայց էլ ավելի մեծ խնդիր է, որ այս աթոռները դատարկ չեն եղել եւ այստեղ մենք զանազան գորգորոցներ լսել ենք Հայաստանի համար ամենամութ օրերին, երբ Հայաստանի վրա կար դրսից հարձակում։ Այդ օրերին այս աթոռները դատարկ չէին։ Կային մարդիկ, ովքեր այդ դրսի հարձակմանը զուգահեռ ներսից հարձակումը ապահովում էին։ Այդ ներկայության հանդեպ է նաև, որ այսօրվա դատարկությունը այդքան աչք զարնող է, թե այս մարդիկ երբ են հայտնվում եւ երբ են կորչում։ Չէ, այդ մարդիկ ասում են, որ եթե ԿՊ-ն վերարտադրվի, այդ կատաստրոֆա է Հայաստանի Հանրապետության համար, չէ՞։ Բա ԿՊ-ն վերարտադրվել է, իրանք գնացել են այս տներում վեր են ընկել։ Բա հայրենիքի ճակատագրի մասին ով է մտածելու։ Ով է մտածելու։ Ասում եմ, այն մարդուն, որ 2013 թվից է հացադուլա անում,
Իմ գործընկերոջ նկարով մայք են հագցրել են, ասել են դու ստեղ հացադուլարա, իրանք գնացել են բան։ Սա ու որը մեկը պտտվի լեզուն ասի, որ ԿՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծել, Ղալաթ է կարե։ Ասում եմ ում ձայնը կեղծվել է, թող դուրս գա հրապարակ։ Այդ դրանից հետո դուրս կգան հրապարակ նրանք ում ձայնը դուք ձեր ընտրակաշարքով կեղծել եք, եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, ոչ մեկ կտեսնեք, այլ կզգաք հեղափոխությունը։ Քրիստինե Պողոսյան, համեցեք։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն վարչապետ, քանի որ սա իմ վերջին հարց ու պատասխանն է ձեր հետ падգամավորի կարգավիճակում, եւ ձեր խոսքերից հետո երևի տեղին կլինի իմ ասելիքը, 1 տարի առաջ ես կառավարության հարց ու պատասխանին դիմեցի ձեզ եւ տեղեկացրեցի, որ չնայած մենք մեծածավալ աշխատանք ենք անում, խնդրում եմ հրատապ ուշադրություն դարձնել, որովհետեւ իմ ծննդավայր Պտղնի գյուղում 35 տարի չկա մանկապարտեզ, վերջին անգամ դպրոցը կառուցվել էր սովետական Հայաստանում եւ կոյուղաջրերը եւ անձրևաջրերը լցվում էին դպրոց եւ որ մենք ունենք 5-րդ դարի բացառիկ տաճար, որը քայքայվում էր քանդված վիճակում։ Անցել է 1 տարի, ուզում եմ ձեզ ասել, պարոն վարչապետ, որ հոկտեմբերին շահագործման կհանձնվի մանկապարտեզը, միջև տարվա վերջը կավարտվի հիմնանորոգումը դպրոցի եւ եկեղեցին կառուցվում է մի հրաշալի տաճար է դառնալու վերջում, որ դառնալու է կենտրոն տուրիստական այցելությունների համար եւ սա ցույց է տալիս ինչպես ենք մենք քայքայել իրենց բառերով ասած, ինչպես ենք մենք վերաբերվում երեխաներին, նրանց ապագային, Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը։ Ես ձեզ հարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն Պտղնի գյուղի բնակիչների եւ երեխաների անունից, ուզում եմ իմ թիմին, ձեզ եւ մեր կառավարությանը ցանկանալ, մաղթել եւ ասել, որ խնդրում եմ նույն տեմպերով շարունակեք, մենք ձեզանից գոհ ենք, մեր գյուղի բնակիչները խնդրել են փոխանցել ձեզ։ Այո, կառուցվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի ձեր հարցին, ելույթին, ասացին։ Չնայած դուք հարց չունեք, շնորհակալ եմ։ Բայց ես պատասխան ունեմ։ Տիկին Պողոսյան, որովհետև անընդհատ առիթ չէր, մեր նախընտրական քարոզարշավում տենց չէր ստացվում, այս թեմային ուզում էի անընդհատ անդրադառնայի, չէր ստացվում։ Եկեղեցիների մասին։ Մենք ինչքան ենք մենք, ինչքան են մեզ մեղադրել եկեղեցու դեմը լինելու, մեր ինքնության դեմը լինելու, եւ գիտեք ովքեր են։ Ովքեր իրանց հայացներում եկեղեցիներ են սարքել։ Այդ եկեղեցիների վրա դրել են իրանց քերու կնգա, հորողպոր կնգա, իրանց սիրուհիների, իրանց չգիտեմ, բանի բաժանաղների անունները, ասենք չգիտեմ, Սուրբ ինչ ասեմ, Սուրբ ինչ որ բան, չէ՞։ Մենք վերականգնում ենք եկեղեցիները եւ ոչ մեր բաժանաղների անունն ենք դնում այդ, այլ այդ մեր նախնիների անունն ենք վերականգնում, որը փլուզման մեջ է։ Ու այս մարդիկ մեզ մեղադրում են բանի մեջ, ինքնության մեջ։ Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում։ Հենա Սանդիկովը ակտիվացավ, պարոն Սանդիկով, ասեք, որ ամրակից եկեղեցում իր ինքը իմ ուշադրությունը հրավիրեց, ես ուղղակի անձնական այցով մտա այդ եկեղեցի, ես սարսափեցի, ասես կքանդվի ուղղակի այս եկեղեցին։ Գնացեք տեսեք ինչ վիճակում այդ եկեղեցին։ Եվ տասնյակ Սրվեղի վանքը, Բջնի եկեղեցին, հա, մենք բան ենք ուզել։ Այնտեղ որևէ մեկը տեսել է մեր անունով ցուցանակներ, կամ որմնանկարների վրա մենք բայց բաներով որ հանկարծ չճանաչե, ասենք տեսել է որևէ մեկը։ Ու այս մարդիկ եկել են մեզ ասում են ինքնություն։ Ասենք ինչքան բան ունեն, ասենք հերրու, կորած, մոլորած անունները նկարում են պատերին, մեկին բան Հիսուսը իրանց պապիներ նման, ասենք Սուրբ Աստվածածին իրանց տատիներ նման, իրանք են տնեցիկով են, ամբողջ քրիստոնյա, այդ մարդիկ եկել են մեզ, իսկ մենք մեր նախնիների ժառանգությունն ենք վերականգնում եւ պահպանում։ Մեր սրբերի, մեր աստվածաբանների, մեր փիլիսոփաների, այս է տարբերությունը։ Հասկանում եք, այս է տարբերությունը։ Ո՞վ է գնացել մի հատ անտառի
Սարի ծերին որևէ եկեղեցի։ Չէ, ոչ մեկ, որովհետև դա ինչ ռեկլամ է։ Նախ ամենակարևորը իրենց բաժանաղի անունը չեն կարա դնեն։ Հիմա ասենք մենք որ վերականգնում ենք Այգեհովիտում Սարի վրա Սրվեղի վանքը։ Դե ոնց է Սրվեղի վանքի անունը ոնց փոխես դարձնես, ասենք ենթադրենք բան, ինչ որ մի բան։ Բաժանաղի տանուն չես կարա դնես, չէ, հետաքրքիր չի։ Հա, էլ չեմ ասում բանը, մոմի գործ չեն կարա անեն։ Սրանում է տարբերությունը ինքնության վերաբերմունքի նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, մեծարգո պարոն վարչապետ։ Ընտրություններից առաջ բազմիցս խոսել եք պատերազմի եռագլուխ կուսակցության վերաբերյալ, եթե հանկարծ ստացվեր այնպես, որ նրանք իշխանությունը զավթեին, մեզ սպասվում էր պատերազմ։ Եվ արդեն ընտրություններից հետո մենք կարող ենք գնահատել, որ եւ պնդել, որ մեր ժողովուրդը եւս այս վտանգը տեսել է եւ իր քվեով տեր է կանգնել խաղաղությանը եւ կարող ենք ասել, որ ժողովուրդը այնպես է արել, հա կանգնեցրել է այդ պատերազմը։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս թեմայում։ Շնորհակալություն։ Արդեն կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք մեծարգո պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիգին Պողոսյան հարցի համար, մեր նախընտրական կարգախոսն էր, որ մենք ժողովրդին կոչ էինք անում տեր կանգնել խաղաղությանը եւ մեր գնահատականը միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուրիշ փաստի վրա, որի մասին ըստ էության խոսեցի հիշատակելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, որովհետեւ մենք պետք է մեր իրադրություններին արտաքին աչքով էլ նայենք, որովհետեւ արտաքին աշխարհում եւ ոչ միայն Ադրբեջանում, այլ արտաքին աշխարհում կարող է հարց ցակել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովի ծով Հայաստանը գնալ վերցնել կամ պետքա Ղարաբաղը հետ բերել կամ պետքա գնալ Ղարաբաղ կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը եւ կամ ինչ որ գրած է խաղաղության համաձայնագրի մեջ ոչինչ մեկա մենք դա չենք անի 500,000 քաղաքացի կա այդտեղ հասկանում եք եթե ընկալումը լինի այնպես որ այդքան մարդ կա ես ուզում եմ հղում անել իմ ընտրություններից առաջ արած հայտարարությանը որ մեզ պետքա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում են մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, եւ պետքա ծովի ծով, այսինքն այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գումարն եմ ասում, արձանագրված ձայների։ Դա շատ լրջորեն կսրի քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ որ մենք այսօր ունենք նոր բանակ եւ կարա հարց առաջանա կարող է այդ բանակը հայտնվի այն մարդկանց ձեռքում հասկանում եք ես այս նկատի ունեմ բայց մենք հո գիտենք իրողությունը մենք հո գիտենք որ չկա այդպիսի մարդ այլ ընտրակաշառքա բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ ովքեր շահագրգռված են որ տարածաշրջանը պայթի Եվ այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Ինչն էր անհրաժեշտությունը, որ այս նախընտրական շրջանում ընտրություններից 3 օր, 4 օր հետո կամ չգիտեմ քանի օր հետո, ասենք այդ ձևաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք այդ սպառնալիքը, որպեսզի մենք նաև եւ մենք հանրության հետ պետքա բան անենք։ Ես էլ եմ ասում, մենք ճանապարհ ենք անցել եւ ես ուղղ ասել եմ։ Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների արկայությունը մեր երկրի խորհրդանում այդ պատերազմի սպառնալիքը։ Ես ասել եմ ուղիղ ասել եմ այդ խոսույթները, այդ 300,000 ադրբեջանցի եւ մենք ո՞նց ենք փակում, մենք ասում ենք էն էլ չկա, էն էլ չկա։ Երբ որ այս դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել ով առաջին է, ինչ ասեց, ով հետո ոնց ասեց։ Հիմա գնան հայ, հա, Ղարաբաղի կոնֆլիկտի մասին էլ։
Մենք մեր ճշմարտությունն ունենք Ադրբեջանը։ Առաջինով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինով կրակեց, առաջինով սպանեց։ Բայց մենք մեր ճշմարտությունն ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը։ Բայց իրանք իրենք ճշմարտություն ունեն, որ հավատում են։ Խաղաղությունը սրա մասին է։ Այո, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել խաղաղության համար։ Որովհետեւ ճիշտ է 720,000 քաղաքացի դերականգնել խաղաղությանը։ Բայց հիմա նայում են թվերին, ասում են ոնց 500,000 մոտ քաղաքացի քվեարկել է բանի օկտին, որ գնում ենք Ղարաբաղը հետ բերենք։ Մի րոպե, բայց մենք հիմա ինչով ենք հիմնավորում նաև որ դա հիմնավորում ենք նաև ի հեճուկս են փաստի, որ հրապարակ ասում են, որ մեր ձայները գողացել են, հրապարակները դատարկ են։ Այսօր 2 հոգի մարդ կա հրապարակում։ Ոնց կարա 500,000 մարդու, այսինքն 500,000 այդ ֆիքսվածն է։ Ոնց կարա 600-700,000 մարդու ձայնը կեղծված լինի եւ հրապարակը լինի դատարկ, եւ ազգային ժողովը լինի դատարկ։ Ոնց կարա կեղծիկ արած իշխանությունը գամբյոնից սենց խոսա, ոնց կարա տենց բան լինի։ Հələ գնացեք տեսեք նախկինում կեղծվածները ոնց են խոսում։ Գնացեք բացեք։ Ասում են վայ հանկարծ չանեք հարավակ, բան ապակայունացրեք, ասում եմ արեք։ Ում ձայնը կեղծված է, դուրս եկեք հրապարակ, ցույց տվեք, որ ձեր ձայնը կեղծվել է։ Եվ այո, այս մարդիկ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Եվ մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա։ Մտել ասում են, վայ, Ադրբեջանի բան եկել է Դիլիջան։ Որ եկել է Դիլիջան, դա եւս մեկ երաշխիք է նրան, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Հա մենք էլ չենք գնալու գոնե այդ մակարդակում։ Ես ասել եմ, որ 29 թվականին, եթե իհարկե հրավեր լինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, եթե հրավեր լինի, ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Բայց մյուս կողմից այս հարցը պետք է պարզաբանվի։ 500,000 մարդ ասում է, որ պետք է մենք Ղարաբաղի շարժումը շարունակենք։ Ոչ չի ասում։ Եվ մենք պետք է թույլ չտանք, որ դա հանկարծ տենց տպավորություն ստեղծվի, որովհետև եթե տենց տպավորություն ստեղծվի, այո, խաղաղությունը կփլուզվի եւ շատ արագ կփլուզվի։ Խնդրեմ, եթե հարցը կա։ Այո, պարոն վարչապետ, պատերազմի եռագլուխ կուսակցության երկու գլուխները խորհրդարան անցան բացառապես ընտրակաշառք բաժանելու շնորհիվ։ Անգամ եղան դեպքեր, որ մարդիկ գալիս են ընտրությանը մասնակցելու, անգամ մեկ օր իրենց պետությունում չէին մնալու, հա, նորից նույն օրը պատրաստվում էին հետ գնալ։ Եվ նման մարդիկ կարծում եմ արդար չի, որ որոշեն մեր եւ մեր երեխաների ապագան եւ ճակատագիրը։ Եվ ես վստահ եմ, պարոն վարչապետ, եթե այս կիրակի ընտրություններ լինեին, պատերազմի եռագլուխ կուսակցության եւ ոչ մի գլուխ անգամ անցողիկ շեմը չի կարողանա հաղթահարել։ Շնորհակալ եմ, եթե որևիցե արձագանք։ Ես ասում եմ, այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել եւ քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ։ Եվ Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպումը այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր։ Եվ շատ հետաքրքիր այդպիսի արագությամբ հանդիպումներ շատ համեն դեպս ես չեմ հիշում նախկինում, որ այդպիսի արագությամբ հանդիպում կազմակերպվի, որովհետև միշտ տևում է դե ով գա, որտեղ գա, երբ գա եւ այլն, հազար ու մի հարց կա։ Բայց այդ նշանակում է երկու կողմում էլ այդ զգացողությունն էլ կար, որ դավադրություն կա, այստեղ պետք է ռեակցիա տալ։ Եվ շատ ուրախ եմ, որ մենք այդքան որովհետև բաներ, չէ՞, գիտենք, որ պետք է ասեն, վայ, եկան Դիլիջան, վայ, բա սենց կլինի, այնա 300,000 ադրբեջանցիներից առաջինը արդեն եկավ, ասել են, հա, ես մեր հաճախորդներին չգիտեմ։ Գեգամ Նազարյան, համեցեք, պարոն Նազարյան։ Շնորհակալություն, ստացվեց այնպես, որ 8-րդ գումարման հարց ու պատասխանի վերջին հարցը ես եմ տալիս եւ ստացվում է, որ ամփոփիչ հարցնել ես պիտի տամ, բայց միջև հարցը տալը ես ասեմ, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ անգամ եւս մասնակցեց Հայաստանի անկախության հանրաքվեին եւ քվեարկեց Հայաստանի անկախության օգտին, ինչը պարտավորեցնում է մեզ բոլորիս, ովքեր այստեղ են եւ հետո լինելու են այստեղ եւ կառավարությունում։ Հիմա հարցը
որը այս ամփոփիչ նաև միտք ունի մեջը եւ ադեպի առաջընթաց։ Կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերից սկսած, որ 3 քայլերը, որոշումները գործերն է համարում հաջողված եւ որ 3 առաջնային կարևոր գործերը պետք է լինեն առաջիկա 2 տարվա ընթացքում։ Իհարկե մեկը գիտեմ դա Գիրանցի հատուկ զարգացման ծրագիրն է, մյուս երկուսի մասին ցանկալի կլներ, որ լսեն մյուս մեր հանրապետության քաղաքացիները։ Շնորհակալություն։ Հարցին կարձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Մազարյան հարցի համար։ Իմիջիալոց եկեղեցիների մասին խոսալիս ես մտքիցս թռա, որ խոսեմ Գիրանցի եկեղեցու մասին, որտեղ ես տասնյակ անգամներ իմ մանկությունից սկսած Գիրանց գյուղում եղել եմ, ես չեմ իմացել, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի կա, որտեղ այդտեղ ինչ վիճակ ա եղել, 4 կողմը ծառեր, ինչ որ կույտ։ Ես որ ասել եմ այնտեղ եկեղեցի կա, ասում եմ ոնց կարա այնտեղ եկեղեցի կա, հարյուրավոր անգամներ ես տեով անցել եմ, որ ոնց կարա այդտեղ եկեղեցի լինի, որ մենք չիմանանք։ Հա, եւ եթե պարոն Նազարյանի նախաձեռնությունը չլներ, ես անկեղծ եմ ասում, համոզված եմ իջևանցիների, Գիրանցի ժողովրդի իհարկե կիմանար, բայց իջևանցիների 70, եթե ոչ ավել տոկոս գաղափար չուներ, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի կա։ Եվ այո, այն ինչ որ Գիրանցում տեղի է ունեցել, ես դա շատ ընդհանրապես սահմանազատումը խաղաղության գործընթացը, ես էլի ուզում եմ հիշենք, մենք ինչ ճանապարհով ենք անցել 2024 թվականին։ Շատ եզրի վրայով ենք։ Մենք եթե այդ որոշումները չկայացնեինք, ես նախընտրական շրջանում ասացի։ Այսօր շփման գիծը անցնելու էր Տավուշի լավագույն դեպքում խորքերից։ Որովհետև խնդիրն այն չէ, մենք մենակ դիմացից չենք կռվելու, մենք թիկունքից էլ դիմացից էլ, երկու կողմից։ Եվ մենք այդ որոշումը կայացրել ենք, բայ ուն են մարդիկ, որ ասում են Գիրանցը դատարկվելու է, Գիրանց, այսօր Գիրանցի 50%-ի չափով տուն կառուցվում է Գիրանցում։ 51 տուն է կառուցվում։ Այսինքն եւ ընդհանրապես կարծում եմ, որ այսօր Գիրանց խաչմերուկ է ըստեյության, որովհետեւ այդ միջպետական մայրուղին, որը հիմա ավելի ապահով է, քան նախկինում երբևէ։ Այսօր մարդ կա, որ այն ժամանակ որ գնում էին Վրաստան, ասում են, հա, բանով գնանք, Վանաձորով գնանք, թե Գիրանցով գնանք։ Հա, այսօր մարդ կա, որ տենց հարց է տալիս ինքը իրան, ընտանիքով գնում եմ, այդտեղով անցնեմ, թե այնտեղով չանցնեմ։ Ինչ վերաբերվում է հաջողված նախագծերին, դուք ռեգիոնալ նկատի ունեք, թե ընդհանրապես։ Դե ընդհանրապես հաջողված նախագծերը 300 դպրոց, 500 մանկապարտեզ, առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում, ճանապարհների կառուցում, բանակի բարեփոխումներ, նոր բանակի ստեղծում, ռազմարտունաբերություն եւ այդպես շարունակ։ Երեք ինձ թիվ են ասում, թե մեր ռազմարտունաբերությունը պայմանագիր է կնքե։ Ինձ թիվը տալիս են, գրում եմ, ասում եմ, այսքան ինչ։ Ու ինձ գրում են $։ Ասենք ես նայում եմ այդ թվին։ Ասենք այսքան $1 միլիոն։ Ես նայում եմ այդ թվին, ասում եմ, լս կարող է խառնում եք մի բան։ Եվ ընդհանրապես հաջողություն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողված պրոյեկտն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հաջողության պատմությունն է։ Իր բոլոր պարամետրերով, իր բոլոր զոհերով եւ զոհություններով հերթական անգամ իմ խոնարհումը մեր բոլոր ես ծնկի եմ գալիս իրանց առաջ եւ բոլոր զոհվածների ընտանիքների, նրանց ծնողների, հարազատների առաջ։ Ամենահաջող պրոյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ 2026 թվականի Հայաստանի Հանրապետությունը մեր ամենահաջողված պրոյեկտն է։ Եվ այդ պրոյեկտն է, որ ուզում էին մարդիկ կործանել։ Եվ նրանք, ովքեր ուզում էին այդ կործանել, իրանց սպասում է կործանում։ Միանշանակ եւ աներկբա առանց կոմպրոմիսների։ Առանց պայմանների եւ առանց նախապայմանների։
Շնորհակալություն։ Ես արձագանքից օգտվելով կրկնեմ հարցի երկրորդ մասը, ես նշեցի նաև առաջիկա 2 տարում ինչ առաջնային տեսլական եք տեսնում, որ Հայաստանը պետք է իրականացնի եւ օգտվելով այս պահից նաև ես ասեմ, որ անկախ ամեն ինչից մենք պետք է դիմակայենք այն փորձությանը, որը մենք մեր ժողովրդի օգնությամբ դիմակայեցինք, սա ընտրակեղծիքներ, կաշառատվությունը եւ կաշառք վերցնելը, ես մի անգամ ասեցի առաջարկ, որպես ես ուզում եմ հնչեցնեմ հիմա, որ մենք պետք է շտապորեն կընդունենք, որ այն ուժով համակարգված ձևով բաժանել է ընտրակաշառք, ինքը ոչ միայն զրկվի քաղաքական գործունեությունից, այլ ընտրացուցակում ընդգրկված առաջին 50 հոգին զրկվեն քաղաքականությամբ եւ հասարակական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, որովհետեւ դա հենց կկանխարգելի, որ սրանից հետո որևէ մեկը համաձայնվի, որ իրենք պետք է ընտրակաշառք բաժանեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան։ Այո, առաջին հարցերից մեկը այդ քրեա օլիգարխիկ ռեժիմը վերջնականապես եւ անվերադարձ արմատախիլ անելն է։ Հաջորդիվ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, թրիփ նախագծի իրագործումը, սահմանների սահմանազատումը եւ սահմանների բացումը, հաջորդ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի կառուցումը, այսպես հիշողությունով եմ ասում, էլի, ջրային ռեֆորմը, մեր առաջիկա ամենամեծ անելիքներից մեկը ջրի հետ կապված ոռոգման ջուր, խմելու ջուր եւ ջրահեռացում, ջրամբարների կառուցում, ջրի կուտակում եւ ջրի կառավարում։ Ահռելի մեծ թեմա է, ահռելի մեծ թեմա, եւ բայց խնդրում եմ որևէ մեկը ակնկալիք չունենա, թե 1-2 տարում այս հարցը լուծել։ Ահա որ մեծ մասշտաբը մենք եկեք պատկերացնենք խնդրի։ Ահա որ մեծ մասշտաբային խնդրեմ է, բայց ինչքան ու մենք սկսել ենք, այս է կարևորը, այս էլ է կարևոր։ Այնեն չէ՞ էլի, որ մենք հիմա ընտրություններից հետո հիշեցինք, վայ, բա ջրի հետ կապված խնդիրներ կան։ Միլիարդների, տասնյակ միլիարդների ներդրումներ են արվել եւ պետության վերելքը նոր որակի պետություն ստեղծելը եւ այսօրվա մեր ունեցածի վրա իհարկե կառուցելը անվտանգություն եւ բարեկեցությունը զարգացնելը եւ իրական Հայաստան դարձնելը եւ պետության հարատեվությունը ապահովելը։ Շնորհակալ եմ։